Ողջույն Հրազդան, ողջույն Կոտայք։ Սիրելի հայրենակիցներ, մոտենում է ընտրարշավի վերջին օրերը։ Այս ամբողջ ընտրարշավի ընթացքում մենք մեր բոլոր հասանելի միջոցներով փորձել ենք մեր հանրությանը երկու հիմնական ուղերձ փոխանցենք։ Առաջինը, թե որքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ պետականության, հայ ժողովրդի եւ առհասարակ հայ մարդու համար։ Ներկայացրել ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները եւ երկրորդ կարևոր ուղերձը ներկայացրել ենք դրանք լուծման ճանապարհները եւ մեր տեսլականը։ Ժորժ ջան, իրավիճակը շատ պարզ է։ Այս չարիքի իշխանությունը, որը վերջին տարիներին մեր ժողովրդին բերել է միայն մահ, դժբախտություն եւ ողբերգություն, փորձում է երրորդ անգամ վերարտադրվել։ Սիրելի հայրենակիցներ, եթե սրանց առաջին ընտրության արդյունքում մենք կորցրեցինք Արցախի մի մասը, ունեցանք 5000 զոհ, երկրորդ ընտրության արդյունքում մենք կորցրեցինք Հայաստանից տարածքներ, 200-ից ավելի զոհ, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեզ ներկայացնում են նոր պահանջներ։ Ժողովուրդ, երրորդ անգամ վերընտրության դեպքում, վերարտադրության դեպքում տեղի է ունենալու հետևյալը։ Հետո որևէ մեկը չասի, չզգուշացրեցիք, չասեցիք, կոկորներս չպատրեցինք, այն ինչ որ ասում ենք իրականություն է դառնալու։ Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Հայաստանից կտոր, անկլավների տեսքով, չգիտեմ ինչ անուններ կպցնելով, հայկական հողերը ասելով ադրբեջանական, նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին, մեր պետության կենսագործունեությունը դնելու է հարցականի տակ եւ հաջորդը մեզ կանգնացնելու է նոր տնտեսական, սոցիալական կոլապսի առջև։ Ինչա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը իր վարած արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը ներքաշում է նոր ծանր արկածախնդրության մեջ։ Իրականում ինչ ա եղել։ Եվրոպային մի բան ա խոստացել, Միացյալ Նահանգներին մեկ այլ բան, Մոսկվային մի լրիվ ուրիշ բան, Ադրբեջանին ու Թուրքիայում եւս մի քանի բան, արդյունքում բոլորը հիմա սրանից պահանջում են կողմնորոշվի եւ հայտնի քո դիրքորոշումը։ Իսկ Հայաստանը այլևս այդքան ռեսուրս չունի բոլորի պահանջները բավարարելու համար։ Արդյունքում սա երկիրը քաշում է նոր տնտեսական աղետի։ Շատ հստակ հայտարարված է, որ Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից եւ սա այլևս հստակ դիրքորոշում է։ Հայաստանի նկատմամբ իրականացվում են ծանր պատժամիջոցներ։ Այսօր ինչ է հայտարարել այս խեղկատակը, որ վաղը կառավարության նիստում կհաստատվի մի նախագիծ, որով կսկսի սուբսիդավորել գյուղատնտեսական որոշ ապրանքներ։ Լավ, ինչի է այնց արեցիր, որ այսօր արգելում այս ապրանքների արտահանումը, հիմա էլ ասում ես կսուբսիդավորեմ։ Ում միջոցներով է սուբսիդավորելու։ Հորը տնից ես բերում այդ միջոցները։ Ձեր հաշվին փորձելու է սուբսիդավորի իր հերթական հիմարությունների համար։ Էլի կրկին դուք եք վճարելու, Ժորժ ջան։ Կամ ասում է ամսի 7-ից հետո կգնամ ԵԱՏՄ, այդ հարցերը կլուծեմ։ Լուծողայի լուծեիր։ Տեսել են քո լուծածը, լավա չգնաս, չբանակցես, քո բանակցելու արդյունքում էլի հանձնելու ես։ Նիկոլ Փաշինյանը 3 բան գիտի լավ անել. գործ տալ, գործ սարքել ու հանձնել։ Ժորժ ջան, իրավիճակը շատ պարզ է։ Այս սատանաների ոհմակը ՔՊ-ն Նիկոլի գլխավորությամբ սպառնալիքա հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար։ Այս սպառնալիքը պետքա չեզոքացվի, այս սպառնալիքը պետքա վռնդվի,
այս սպառնալիքը պետքա հեռացվի հայ ժողովրդից։ Եվ դրա օրը հունիսի 7-ն է։ Հունիսի 7-ը պարզ ընտրության օր չի, դա Նիկոլին վռնդելու, պատմության աղբանոց նետելու օրն է։ Ուրեմն, հունիսի 7-ին համար, միասին, վստահ եք կարող ենք ու անելու ենք։ Շնորհակալ եմ։